Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1423-րդ օրն է։ Այս քանի օրեր ռուսները ուրախանում էին մերոնց լույսը կտրելու համար, հիմա հերթով իրենց արևմտյան մարզերում են բողոքում լույսի եւ ջեռուցման բացակայությունից։ Հերթը Բրյանսկի մարզինն է, ռուսները բողոքում են, որ բարի դրոնները իրենց լույսը անջատել են։ Դե այնքան ասացինք, այս խաղը կարելի է երկուսով խաղալ, իրենք երևի թե չէին հասկանում։ Իսկ Թրամփը արդեն ունի Նոբելյան մրցանակ, ճիշտ է ուրիշին է, բայց վստահ եմ Թրամփին դա այնքան էլ չի անհանգստացնում, ասենք շնորհավոր ու սենց հումորով սկսենք մեր եթերը։ Պատերազմի ժամանակ հումորը առանձնահատուկ նշանակություն ունի, վստահ եմ երեկվա մեր Telegram-ում տեղադրած իմ նյութը տեսել են շատերը, թե ինչպես Կիևում այն թաղամասում, որտեղ ռուսները խփել էին եւ անջատել մարդկանց լույսը, բնակիչների համար կազմակերպած լոկացիայում հարևաններով հավաքվել պարում եւ ուրախանում էին իրենց համար։ Պատկերացնում եք ռուսների վիճակը, իրենք հարվածում են ցեղասպանական նպատակով, որ մեզ բոլորիս ոչնչացնեն, իսկ մերոնք պարում են եւ ուրախանում են նույնիսկ նման պայմաններում։ Եթե կան մարդիկ, որ չեն տեսել, անպայման դիտեք, շատ հարցերի պատասխան կա այդ կարճ հոլովակում։ Պուտինը մեզ չի ճանաչում, նրա ամեն ցեղասպանական հարված ավելի է ամրացնում մեզ եւ վստահ եմ, որ իրենք այդ տեսանյութերը տեսնելով միևնույն է ոչինչ չեն հասկանում։ Մեր Telegram-ի QR կոդը էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր Telegram-ին, բաժանորդագրվեք եւ այլեք։ Վերադառնալով Թրամփի մրցանակին, ասեմ, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ 5-շաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ ինքը Ամերիկայի նախագահ Թրամփին է հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը։ Հիմա Կրեմլի դիկտատոր Պուտինը հաստատ նրա հետ չի կարող չափվել։ Պուտինին դժվար թե մեկը նույնիսկ նվիրի նման մրցանակ, սա նույնպես պատերազմական հումոր էր։ Իդեպ նախորդին Կրեմլի դիկտատորի ելույթը շատերի համար առանձնապես տարօրինակ թվաց, բայց դրա համար կան բազմաթիվ պատճառներ, ռազմաճակատում պարտությունները եւ կործանարար ռազմաքաղաքական հարվածները անհետևանք չեն անցնում Կրեմլի համար։ Ըստ էության Պուտինի նախորդի ելույթը քողարկված բողոք էր Թրամփի դեմ։ 34 դեսպանների առաջ Ռուսաստանի դիկտատոր Պուտինը, ով պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, սկսեց պահանջել միջազգային իրավունքի պահպանում։ Ստեղ են ասել, չէ, абсурдно, но факт։ Սա Պուտինի վիճակի ուղղակի վկայությունն է, իսկ այդ վիճակը մեղմ ասած ցեյտնոտն է։ Պուտինը սկսեց իրեն ներկայացնել որպես համաշխարհային խաղաղության պաշտպան, բացի Եվրոպայից իհարկե, որտեղ հենց ինքն է պատերազմ սկսել։ Այսպես նա փորձում է ասել, թե իբր Թրամփը բոլորին ճնշում է, իսկ ինքը Պուտինը իբր բոլորին պաշտպանում է։ Թրամփի սպառնալիքների ֆոնին նա առանձնակի հիշատակեց Կուբան, ասելով, թե աջակցում է նրանց վճռականությունը պաշտպանելու իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հետաքրքիր է, որ Պուտինը ընդհանրապես չհիշատակեց Վենեսուելան եւ Իրանը։ Նորից բողոքեց, թե իբր ՆԱՏՕ-ն մոտ է եկել Ռուսաստանի սահմաններին, իսկ Ռուսաստանը կշարունակի հասնել իր նպատակներին Ուկրաինայում։ Ասում եմ, կարող է ռուս զինվորներին մասշտաբային ուտիլիզացիան է Պուտինի նպատակը։ Դարձյալ ոչ մի նոր բան չկար նրա ելույթում, նա պարզապես բողոքեց եւ ակնարկեց մի քանիսին, որ հիասթափված է եւ փորձեց գտնել ու հնչեցնել նրանց անունները, ում հետ իբր հարաբերությունները զարգանում են։ Ամերիկայի մասին ոչ մի բառ չասած, ըստ ամենայնի Պուտինը ուզում է Թրամփից նեղացած ձևանալ, ու մինչ Պուտինը ինչ-որ բաներ էր ձևացնում, Ամերիկան զավթեց եւս մեկ տանկեր, որը նույնպես ռուսական դուրս եկավ։ Ամերիկայի կողմից զավթված Վերոնիկա տանկերը ռուսական է եւ նորից ռուսական դրոշը չփրկեց։ Ամերիկացիների կողմից զավթված տանկերի Ռուսաստանին պատկանելու մասին 5-շաբթի գրում էին նաեւ ռուսական լրատվամիջոցները։ Նրանց տեղեկատվությամբ Վերոնիկա նավը գրանցված է Ռյազանյան Բուրևեստ Մարին ընկերության վրա, որը գրանցվել է ընդամենը կես տարի առաջ։ Արդեն պարզ է վենեսուելական նավ տեղափոխող տանկերների անցումը ռուսական դրոշի տակ չի փրկում դրանց Ամերիկայի կողմից հետապնդումներից։ Դե իսկ մինչ Թրամփը ոգևորված է Վենեսուելայով տանկերների զավթմամբ եւ ուրիշի Նոբելյան մրցանակով, նա շարունակում է նոր թափով խոսել Գրենլանդիայի մասին, իսկ Եվրոպական միությունում Թրամփի հավակնությունների քննարկումից հետո սկսել են մտահոգվել, արդյոք Իսլանդիան չի դառնա Թրամփի հաջորդ թիրախը։ Իսլանդիան սկսել է լրջորեն քննարկել Սպիտակ տան տիրոջ հնարավոր տարածքային հավակնությունների հետ կապված ռիսկերը, գրում է Պոլիտիկոն, Եվրահանձնաժողովի նիստում Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան առաջնորդի
Հավակնությունների թեման առաջին անգամ բարձրացվել է պաշտոնական մակարդակով։ Քննարկումն անցել է Բրյուսելի աճող մտահոգության ֆոնին, որ ամերիկյան նախագահի հայտարարությունները հռետորաբանությունից կարող են վերածվել իրական քաղաքական քայլերի։ Նույն օրը Եվրոմիության մայրաքաղաք է ժամանել Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտիրը։ Նա բանակցություններ է վարել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, կենտրոնանալով Արկտիկայի եւ Հյուսիսային Ատլանտիկայի անվտանգության հարցերի վրա։ Ինչպես նշում է Պոլիտիկոն, իսլանդական կողմը ձգտում էր հստակեցնել Եվրոմիության դիրքորոշումը, քանի որ ոչ ոք իրականում չգիտի, թե որտեղ են ավարտվում Թրամփի տարածքային հավակնությունները։ Իսկ Պուտինը դեռ շարունակում է հաջողության փնտրտուքը, օկուպանտները փորձել են ճեղքել սահմանը Խարկովի մարզում, բայց բախվել են դաժան դիմադրության, ռուսական բանակը ունի բազմաթիվ զոհեր, ռուս զավթիչները ցանկանում էին առաջանալ Խարկովի մարզի խորքը, սակայն ուկրաինացի սահմանապահների հուժկ ու հակահարվածը ստիպել է թշնամուն նահանջել, կրելով մեծ կորուստներ։ Բայց Պուտինի խնդիրները սրանով չավարտվեցին, Բերլինն էլ սկսեց ուղղակի նեղել Պուտինին, Գերմանիան փակել է ծովը Ռուսաստանից Թվերային նավատորմի նավի համար, առնվազն առայժմ դա վերաբերում է Թավյան տանկերին, որին ստիպել են հետ շրջվել բռնագրավման սպառնալիքի տակ, գերմանացի ուժայինները նախազգուշացումներից անցել են իրական արգելքների, Եվրոպան սկսում է իրականում փակել Ռուսաստանի նավթի արտահանման գորշ երթուղիները։ Հիշեցնեմ, որ ռուսական ստվերային նավատորմի հարցում Ամերիկային աջակցել էր արդեն Մեծ Բրիտանիան, իսկ Գերմանիայի միացումը այս կարևոր գործին նոր երանգ է հաղորդում տեղի ունեցողին։ Պուտինի մոտ պրոբլեմների անվերջանալի շարան է կարծես։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Ուկրաինական հարվածների եւ Ամերիկայի ու Եվրոպայի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը սկսել է փլուզվել արագ տեմպերով։ Իդեպ Ռուսաստանը ընդունել է ուկրաինական հարվածներից հետո կրած հսկայական վնասները, ինչից հետո նավթի արտահանումը ուղղակի գահավիժել է։ Իսկ Նովորոսիիսկի շրջանում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքներին հասցված հարվածից հետո ռուսական նավթի արտահանումը երկրի անկում է գրանցել։ Եթե հիշում եք, երեկվա եթերում ասում էի, որ Ղազախստանը պախարակել է Պուտինին նույն այս կոնսորցիումի ենթակառուցվածքներին հասցված հարվածների ֆոնին։ Ովքեր դեռ չեն դիտել երեկվա եթերը, ասեմ, որ շատ կարևոր եւ ֆակտաժով լի եթեր էր, անպայման դիտեք, որպեսզի պատկերը ամբողջական լինի։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում գնաճը թափ է հավաքում, հունվարի առաջին 12 օրվա ընթացքում գրանցվել է գների կտրուկ թռիչք, որը նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության մատնանշում է գների երկնիշ աճի վերադարձը։ Զուգահեռաբար խորանում է բյուջետային աղետը, որի մասին արդեն չեն լռում նույնիսկ ռուսական լրատվամիջոցները։ Փորձագետների կարծիքով նման բան Ռուսաստանում չէր եղել 20 թվականից ի վեր։ Ռուսաստանի նավթագազային եկամուտների անկումը հասել է պատմական մասշտաբների, կապված ստեղծված իրավիճակի հետ, ինչը հանգեցրել է ռուսական Urals տեսակի նավթի գների կտրուկ նվազմանը։ 20 թվականի հիշատակումով ի նկատի ունեն COVID-ի հետ կապված նավթի գների անկումը։ Դեռ ռուսների բյուջեն էլ նավթի գների հետ է կապված, եթե նավթի գինը ընկնում է, իր հետ շղթայական ռեակցիայով ամեն ինչ գահավիժում է։ Այս ֆոնին ռուսական Z-քարոզիչ ֆայթեր բոմբերը, նույն ինքը Տումանովը, ով օրերս կոչ էր անում ռմբակոծել Ուկրաինայում բոլորին, առանց տարբերություն դնելու զինվորականների եւ քաղաքացիականների միջև, արդեն սկսել է նախանձել Ուկրաինային։ Невероятно, но факт, հա։ Մեջբերեմ նրա գրածը, Ռուսաստանում նման բան հնարավոր չէ, գրել է նա նախանձով մեկնաբանելով 34-ամյա Ֆյոդորովի նշանակումը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Իմջելոց Զելենսկու կադրային փոփոխությունների մասին հարցազրույց եմ անելու անպայման ուկրաինացի փորձագետների հետ, օրերս կտեղադրեմ անալիտիկա ալիքում։ Հաստատի նույնիսկ Կրեմլի մոլի քարոզիչները սկսել են բացահայտ խոսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև առկա իրական անդունդի մասին։ Սա ցույց է տալիս նրանց իրական վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ։ Նրանք նախանձում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նրանք կցանկանային, որ այդ ամենը լիներ իրենցը, որպեսզի ուկրաինական ամեն ինչը դառնար իրենցը, բայց կա մի մեծ նրբություն. ուկրաինացիները ռուս չեն եւ նրանք չեն ցանկանում լինել Ռուսաստանի մաս, իսկ ռուսները ուկրաինացի չեն, չունեն այն
ազգային սովորությունները, որ ունեն ուկրաինացիները։ Եվ հենց դա է, որ ռուսների մոտ չի ստացվում հասկանալ վերջիվերջո ըմբռնել, թե տարբերությունը որն է։ Ամենագլխավոր տարբերությունը հենց դա է, որ իրենք ուկրաինացի չեն, իրենք չունեն ազատության այդ մշտական ձգտումը, ինչը կա ուկրաինացիների մոտ։ Իրենք անկախ չեն կարող ապրել։ Իրենք միշտ պետք է կուրք ունենան, առաջնորդ ունենան եւ նա որոշի ռուսաստանցիների ճակատագիրը։ Իսկ Էրդողանը կարծես Եվրոմիություն խցկվելու ճեղք է գտել, ճիշտ է ՆԱՏՕ-ի հովանու տակ, բայց եվրոպական մայրցամաքում դիրքերի ամրապնդման հնարավորություն է ուզում Էրդողանը, Թուրքիան ծրագրում է միանալ Դաշինքի արևելյան սահմանների ամրապնդման ՆԱՏՕ-ի առաքելությանը, խոսքը թուրքական կործանիչների կողմից Էստոնիայի եւ Ռումինիայի օդային տարածքի բարեկության մասին է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ սկզբում թուրքական ավիացիան պլանավորվում է տեղակայվել Էստոնիայում եւ այնտեղ կմնա օգոստոսից նոյեմբեր, դրանից հետո Թուրքիան կպարեկի Ռումինիայի երկինքը այս տարվա դեկտեմբերից մինչև 27 թվականի մարտը։ Սա Էրդողանի հերթական փորձն է հասնելու Եվրոպայի հեռացող գնացքին, բայց ինձ թվում է նրա երկրին այս անգամ թույլ կտան միանալ այս նախաձեռնությանը սոսկ այն նպատակով, որպիսի կառավարելի դիստանցիայի վրա լինի Էրդողանը, այսինքն ծառայել Եվրոպային, այո, դառնալ իրավահավասար անդամ ոչ, բայց ասեմ դες, որ նույնիսկ ասոցիացիայի պայմանագիրը պակաս օգուտ չի Թուրքիայի տնտեսության համար, իսկ անդամակցության հարցը Էրդողանը ավելի շատ քաղաքական առևտրի համար էր անում, ամեն անգամ իրեն մերժելուց մի պատճառ գտնում էին Եվրոպայում մի կլոր գումար Թուրքիային տրամադրելու համար, դե սա բյուզանդական դիվանագիտության արվեստն է, որ թուրքերը իրենցով են արել։ Միգուցե այլ ժամանակներում այս պահակի դերը նվաստացուցիչ լիներ Էրդողանի համար, բայց հիմա պատվաբեր է, քանի որ Իսրայելը որտեղ հնարավոր է մեկուսացնում է Թուրքիային, այսպիսով մի երկիր, որը հավակնում էր Եվրոմիության համար լինել կարևոր խաղացող էներգետիկ հաբ, ստիպված է բավարարվել պահակի դերով։ Ես սա ներկայացնում եմ ձեզ, որպեսզի իրադարձություններին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն լինի, քանի որ գիտեմ շատերը Թուրքիան պատկերացնում են մեծ եւ ամենակարող, բայց դա պարզապես ամբիցիոզ քաղաքական գործիչներով լի երկիր է, որոնց դիմակները արդեն ընկել են եւ բոլորին բարձ է թե ով է եւ ինչ է ուզում։ Լավ կլիներ, որպեսզի հայ լրագրողները այս թեմաներին ավելի շատ անդրադառնային։ Ուկրաինայի մոտ հաղթաթղթի հայտնվելու մասին ինտրիգային հայտարարություն է արել Ռաման Կոստենկոն, նա հայտնի ուկրաինացի զինվորական եւ քաղաքական գործիչ է, Դոնեցկի օդանավակայանի քիբորգներից է, Ուկրաինայի անվտանգության ծառայության SBU-ի Ալֆա հատուկ ստորաբաժանման գնդապետ, իսկ այժմ Ուկրաինայի Գերագույն Ռադայի падգամավոր։ Կոստենկոն ընդդիմադիր քաղաքական գործիչ է եւ եթե նման մարդիկ են խոսում այսպիսի թեմաներից, նշանակում է իրոք ինչ որ հետաքրքիր բան կա, դե իսկ երբ ժամանակը գա եւ հրապարակավ ասվի, թե ինչ նկատի ուներ SBU-ի գնդապետը, մեր լսարանը առաջիններից մեկը կիմանա, թե ինչի մասին էր խոսքը, առայժմ պարզապես արձանագրենք, որ նման հայտարարություն է արվել։ Իդեպ Ռուսաստանի տնտեսությունից խոսեցինք, եւս մեկ կարևոր փաստ, Չինաստանը դադարեցրել է ռուսական էլեկտրաէներգիայի գնումը, մատակարարումների դադարեցումը պայմանավորված է բարձր գներով, որոնք 26 թվականի հունվարից առաջին անգամ գերազանցել են չինական ներքին գները, այսինքն Ռուսաստանը զրկվեց եւս մեկ եկամտի աղբյուրից, իսկ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աճող ճնշման ֆոնին Կանադան հզոր ապտակ հասցրեց Սպիտակ տան տիրոջը, վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ Կանադայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Պեկինում Չինաստանի նախագահի Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Մարկ Կարնին հայտարարել է, որ երկու երկրները ձգտում են վերակառուցել իրենց հարաբերությունները։ Կանադան ձգտում է հաստատել ամուր եւ կայուն ռազմավարական գործընկերություն, որի նպատակն է ավելի մեծ բարեկեցություն բերել երկու երկրների ժողովուրդներին։ Սա շատ լուրջ թեմա է, որն ուղղակի հարված է հասցնում Թրամփի դիրքերին, քանի դեռ Թրամփը խոսում էր Գրենլանդիայի կամ հետո Իսլանդիայի մասին։ Չինաստանը դուրս է գալիս անմիջապես Ամերիկայի սահմանին։ Սա ծանրագույն հարված է Ամերիկայի շահերին, բայց միակ մարդը, ով պատասխանատվություն է կրում այս ամենի համար, դա հենց անձամբ Թրամփն է։ Ինձ թվում է ընտրությունների ընթացքում նրանց այս փաստը չեն ների։ Ցավալի է, որ արևմտյան ճամբարը փաստացի սկսում է սովորել ապրել առանց Թրամփի, սա հաստատ լավ նշան չէ։ Ինչևէ, ունենք այն ինչ որ ունենք, հուսանք ամերիկացի ժողովուրդը իր ընտրությամբ կշտկի իրավիճակը։
Մոտեցանք ռազմական լուրերին, հայտնի են դարձել օրերս Տագանրոգում իրականացված խոցման արդյունքները, որտեղ թիրախավորվել էր ռուսական Ատլանտ Աերո ռազմավարական գործարանը, Ուկրաինայի զինված ուժերը ցուցադրել են ռուսական Տագանրոգի ռազմական գործարանին հասցված հարվածի հետևանքները, Ուկրաինայի ռազմածովային ուժերը հրապարակել են տեսանյութ Ատլանտ Աերո ձեռնարկության ավերված արտադրամասերից, որտեղ արտադրվում էին հարվածային եւ հետախուզական դրոններ, կադրերը նույնպես կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում, ովքեր QR կոդով չեն կարողանում օգտվել, ասեմ, որ մեր ցանկացած եթերի նկարագրության մեջ է տեղադրված հղումը մեր Telegram-ին եւ մեկնաբանությունների վերևում ամրացված է նույնպես։ Ավելի վաղ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Ռոստովի մարզում գտնվող այս ձեռնարկությունը զբաղվում էր դրոնների ստեղծման ամբողջական ցիկլով, նախագծումից մինչև փորձարկում։ Այնտեղ հավաքում էին Մոլնիա տիպի դրոններ, ինչպես նաև բաղադրիչներ Orion դրոնների համար, որոնք Ռուսաստանը ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի մասին արդեն ասացի, բացի դրանից գիշերը բարի դրոնները գրոհել են նաև Վորոնեժը, բացի այդ Զապորոժեի մարզի ժամանակավոր օկուպացված հատվածում նույնպես լույսը անհետացել է, դրոնները հարվածել են Մալչանսկ եւ Պրիմորսկայա ենթակայաններին, հարվածների հետևանքով առանց էլեկտրամատակարարման են մնացել Էներգոդարը, Դնեպրո-Ռուդնեյն, Տոկմակը, Մալչանսկը, Պրիմորսկը եւ օկուպացված տարածքների այլ բնակավայրեր։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին, 3 Պակրովսկի ուղղությամբ ռուսական բանակը 46 անգամ է գրոհել, Գուլյայպոլիայի ուղղությամբ 30 անգամ, Կուպյանսկի ուղղությամբ ռուսները ընդամենը 6 գրոհ են իրականացրել, Կոնստանտինովկայի ուղղությամբ 21 անգամ են փորձել գրոհել, ուկրաինական դիրքերը Լիմանի ուղղությամբ ռուսները 19 անգամ են գրոհել, ռազմաճակատում վերջին 1 օրվա ընթացքում տեղի է ունեցել 180 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 1370 օկուպանտ եւ 770 միավոր տեխնիկա ու սպառազինություն, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն, Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են արդեն 1,224,460 զինվորական։ Ուկրաինական գենշտաբի ռելիզը ինչպես միշտ ձեր էկրաններին է, ռուսները սովորության համաձայն գիշերով ուկրաինական քաղաքների լույսն էին նորից փորձում անջատել, բայց 76 ռուսական օդային թիրախից 53-ը խոցվել է մեր հոպի կողմից, քանի որ այլևս ծայրահեղված եղանակային պայմաններ չկան, այսինքն տեսանելիությունը քիչ թե շատ նորմալացել է, Ռուսաստանը նոր հարվածների փորձ չի անում, ինձ թվում է, բայց սա ժամանակավոր է, հիմա երևի կկուտակեն հարվածային միջոցներ եւ անպայման կփորձեն, քանի դեռ ցուրտ եղանակ է, նորից մասսայական հարված հասցնել էներգետիկային, դա ինչպես տեսնում եք ուկրաինական կողմը իր հերթին նույնպես հարվածներ է հասցնում, որպեսզի ռուսաստանցիներն էլ հասկանան նենք պատերազմի հետևանքները, միգուցե դադարեն լռել, հա, ինչով է, շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, այսքանով ավարտեմ։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Հույս ունեմ, որ վաղը կհանդիպենք ել ավելի լավ լուրերով։ Մնացեք բարով։